Դաշնային դատավորը արգելել է միգրանտների պաշտպանվածության կարգավիճակի չեղարկումը, խոսքը 900,000 մարդու մասին է։ Նրանք ԱՄՆ-ն մուտք գործել օրինական ճանապարհով, դրա համար օգտագործել են CBP-1 հավելվածը։ Թրամփի վարչակազմը փորձել էր դադարեցնել նրանց պայմանական վաղաժամկետ ազատման կարգավիճակը։ Դատարանը հրամայել է վերականգնել այդ անձանց իրավունքները։ Թրամփը ավելի վաղ փակել էր CBP-1 հավելվածը, միգրանտները ստացել էին տարօրինակ էլեկտրոնային նամակներ։ Դրանցում պահանջվում էր անհապաղ լքել ԱՄՆ տարածքը, նամակները չեն ունեցել ստորագրություն կամ բացատրություն։ Անվտանգության նախարարությունը դժգոհ է դատարանի այս վճռից, ըստ գերատեսչության պայմանական կարգավիճակը չեղարկելը անվտանգության հարց է։ Փոխարենը Թրամփը առաջարկում է CBP Home հավելվածը, այն քաջալերում է միգրանտների ինքնակամ հեռանալը երկրից։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Կալիֆորնիան կրճատում է սննդային օգնությունը, առևանգում Բաղդադում ամերիկացի լրագրողը գերի է ընկել։ Իրանական գործը մոտենում է ավարտին, Թրամփը խոստացել է պատերազմը ավարտել 2-ից 3 շաբաթվա ընթացքում։ ԱՄՆ-ում բենզինի գները հասան վտանգավոր սահմանների, գնաճի հարցում առաջատարը Կալիֆորնիան է։ Ինքնաթիռի տոմսերը կդառնան շքեղություն, որոշ դեպքերում էլ անհասանելի։ Դրսում հանգստանալը թանկ, ներսում հանգստանալը վտանգավոր, Լոս Անջելեսի հիլողափերն անցել են կարանտինի։ Ոսկե զուգարանակոնքը սպիտակ տան դիմաց, իսկ սպիտակ տանը պարասրահի շինարարությունը կանգ է առել։ Հետաքրքիր թեմաներ ունենք նաև մեր Facebook-յան էջից։ Գրիպ, կորոնավիրուս եւ նորովիրուս հիվանդությունները գրոհել են Ամերիկան։ Դատարանը հաստատել է, որ սմարթֆոնն է եղել մահաբեր նավաբեկության պատճառը եւ աշխարհի ամենաբարձրահասակ բասկետբոլիստը փոխում է թիմը։ Ավարտում եք դպրոցը, դեռ չեք կողմնորոշվել, թե որ բուհում եք ցանկանում շարունակել ձեր կրթությունը կամ ունեք երեխա կամ թոռնիկ, որն այդ թեմայի վերաբերյալ ձեր խորհրդի կարիքն ունի, ուրեմն Մանու Հարությունյանի այսօրվա ասելիքը հենց ձեզ համար է։ Կալիֆորնիայի լավագույն բուհերը որոնք են եւ որը ինչով է աչքի ընկնում, պատմելու ենք թողարկման երկրորդ մասում։ Բարև ձեզ, դուք միացել եք Glendale News-ին, ես Լենա Կարապետյանն եմ, ինչպես միշտ ձեզ կներկայացնեմ Ամերիկայում տեղի ունեցող ամենահետաքրքիր ու կարևոր թեմաները։ Եթե ուզում եք աջակցել մեզ մեկնաբանություններում, պարզապես գրեք ձեր առաջարկներն ու կարծիքը մեր նախագծի մասին եւ իհարկե անպայման լայքեք տեսանյութը։ Հիմա անցնենք այսօրվա թեմաներին։ Կալիֆորնիան փոխում է սննդային աջակցության ծրագրի պայմանները, CalFresh համակարգը դառնում է ավելի խիստ։ Չորեքշաբթի օրվանից շատերը զրկվում են այդ օգնությունից։ Փոփոխությունները վերաբերում են ԱՄՆ-ի քաղաքացիություն չունեցող անձանց։ Պետական սոցիալական ծառայությունների դեպարտամենտը հաստատել է որոշումը։ Նոր չափանիշները պարտադիր են բոլորի համար։ Դրանք բխում են մեկ մեծ գեղեցիկ օրինագիծ անունով փաստաթղթից։ Այս փոփոխությունները հարվածում են խոցելի խմբերին, ապաստան հայցողները այլևս չեն օգտվի ծրագրից։ Նույն ճակատագիրը կունենան փախստականները եւ մարդկանց թրաֆիքինգի զոհերը։ Օգնություն չեն ստանա նաեւ արտաքսման սպասող անձինք։ Պայմանական ազատման մեջ գտնվողները նույնպես դուրս են մնացել ցուցակից, գրին քարտ ունեցողները դեռ կարող են դիմել։ Նրանք պետք է համապատասխանեն բոլոր ընթացիկ պահանջներին։ Իրավիճակը մտահոգիչ է բազմաթիվ ընտանիքների համար, շատերը կորցրել են իրենց ամենօրյա սննդի երաշխիքը։ Ծրագրի նոր պայմանները հաստատել են դաշնային թարմացումների հիման վրա։ Տեղական իշխանությունները դեռ չեն մեկնաբանել հետագա քայլերը։ Աջակցություն ստացող անձանցից պահանջվում է լրացուցիչ ստուգում, հնարավոր է ծրագիրը կրճատվի նաև այլ ուղղություններով։ Տեղական թեմաներին կվերադառնանք քիչ անց, մինչ այդ մի քանի լուր միջազգային ու համաամերիկյան թեմաներից Բաղդադում առևանգել են ամերիկացի լրագրողի։ Միջադեպը տեղի է ունեցել կենտրոնական փողոցներից մեկում, Իրաքի ուժայինները հետապնդել են առևանգողներին։ Գործողություններին մասնակցել է 2 ավտոմեքենա, դրանցից մեկը վթարի է ենթարկվել։ Հետապնդման ընթացքում լրագրողին տեղափոխել են մեկ այլ մեքենայի մեջ, այնուհետև առևանգողները դիմել են փախուստի։ ԱՄՆ պաշտոնյաները մեղադրում են Իրանի կողմից հովանավորվող Քաթայիբ Հզբոլլահ խմբավորմանը։ Պետդեպարտամենտը հայտնել է, որ լրագրողին վտանգի մասին նախազգուշացրել է, սակայն նա մնացել է վտանգավոր տարածքում, նրան առևանգողներից մեկը արդեն կալանավորված է։ ԱՄՆ դեսպանատունը հորդորել է քաղաքացիներին անհապաղ դուրս գալ Իրաքից։ Իրանի դեմ պատերազմի պատճառով Իրաքում ԱՄՆ քաղաքացիների համար վտանգը մեծացել է։ Իրաքի անվտանգության ուժերը շարունակում են որոնողական աշխատանքները, լրագրողի ճակատագիրը մնում է անհայտ։
Թրամփը հայտարարել է Իրանի դեմ պատերազմը ավարտելու մասին։ Նա պնդում է, որ ԱՄՆ-ն պատերազմը կավարտի մի քանի շաբաթից։ Նախագահը նաև պնդել է, որ Իրանը չի ունենա միջուկային զենք, զուգահեռ հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է բանակցությունների։ Իրանի դեմ ռազմական գործողություններում արդեն զոհվել է 13 ամերիկացի զինծառայողներ, վիրավորվել են 348-ը, նրանցից 6-ի վիճակը ծանր է։ 315 զինծառայող արդեն վերադարձել է իր ծառայողական պարտականություններին։ Սաուդյան Արաբիայի ռազմաբազայի դեմ հարձակումների ժամանակ գրանցված կորուստների մանրամասները չեն հաղորդվում։ Պատերազմը շարունակվում է, գների թռիչքը ևս ԱՄՆ-ում բենզինի միջին գինը հասել է $4, նման բան չէր եղել 2022 թվականից ի վեր։ Վառելիքի թանկացումը սկսվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումից հետո։ Դիզելային վառելիքի գինը հասել է $5.45, տնտեսագետները կանխատեսում են ծախսերի մեծ աճ։ Հորմուզի նեղուցի փակ մնալը պատճառներից մեկն է։ Մյուս պատճառը պատերազմի հետևանքով Մերձավոր Արևելքում էներգետիկ ենթակառուցվածքների թերի աշխատանքն է։ Շատ դեպքերում էլ այդ ենթակառուցվածքները թիրախավորվում են պատերազմող երկրների կողմից։ Փորձագետները կանխատեսում են, որ դիզելային վառելիքի թանկացման ազդեցությունը դեռ առջևում է։ Այն կանդրադառնա տնտեսության տարբեր ոլորտների վրա։ Ավելի ծանր վիճակում են հայտնվել Եվրոպան և Ասիան։ Այնտեղ սպասվում են էներգետիկ սակավություն և գնաճ։ Այս ճգնաժամի հետևանքները կզգան միլիարդավոր մարդիկ։ Լոս Անջելեսի բենզալցակայաններում գները հասել են շոկային մակարդակի, 1 գալոն բենզինի արժեքը կազմել է $6, սա Իրանի հետ պատերազմից առաջ եղած գնից $1.30-ով ավել է։ Հարավային Կալիֆորնիայի այլ շրջաններում ևս իրավիճակը մտահոգիչ է։ Օրինչ շրջանում 1 գալոնը արժե $5.94։ Ռիվերսայդում գինը հասել է $5.85, Սան Բերնարդինոյում վարորդները վճարում են $5.86, Վենտուրայում գինը կազմում է $5.95։ Դիզելային վառելիքի գինը ևս սահմանել է նոր ռեկորդ։ Կալիֆորնիայում այն հասել է $7.46։ Ավիաընկերությունները բարձրացրել են ուղևորները, պատճառը ավիացիոն վառելիքի համաշխարհային սակավությունն է։ Իրանի հետ պատերազմը խափանել է նավթի մատակարարումները։ Ինքնաթիռի վառելիքը թանկացել է 85%-ով, 1 գալոնի արժեքը կազմում է $4.62։ JetBlue ավիաընկերությունը արդեն ավելացրել է ուղեբեռի վճարը։ Ավիատոմսերի միջին գինը հասել է $465, սա ամենաբարձր ցուցանիշն է 2019-ից ի վեր։ United Airlines-ի ղեկավարը ևս հայտարարել է, որ գնաճն անխուսափելի է։ Ավիաընկերությունները նաև կրճատում են թռիչքների թիվը։ Դա օգնում է մեղմել ծախսերի կտրուկ աճը։ Որոշ երկրներ արդեն խիստ միջոցներ են ձեռնարկում։ Միևնույն ժամանակ ուղևորների պահանջը մնում է կայուն, հարուստ ամերիկացիները շարունակում են ակտիվ ճամփորդել։ Փորձագետները կարծում են, որ վճարների աճը մշտական բնույթ կկրի։ Ավիաընկերությունների համար սա եկամտի նոր աղբյուր է։ Ըստ կանխատեսումների, կտրուկ աճած գները հետագայում շատ դանդաղ են նվազելու, անգամ եթե Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտապույտ կարգավորվի։ Վերադառնանք տեղական թեմաներին։ Լոս Անջելեսի հանրային առողջապահության դեպարտամենտը զգուշացրել է քաղաքացիներին եւ խորհուրդ չի տվել մոտենալ 1 տասնյակից ավելի լողափերին։ Պատճառն այն է, որ ջրում բակտերիաների մակարդակը հասել է վտանգավոր աստիճանի։ Անձրևված ջրերը ծով են տեղափոխել աղբ, քիմիկատներ եւ այլ մնացորդներ։ Այս վտանգավոր տարրերը թափանցում են ավազի եւ ջրի մեջ։ Լողալը, սերֆինգով զբաղվելը եւ ավազի վրա խաղալը այժմ վտանգավոր են։ Ցանկում ընդգրկված են բազմաթիվ հայտնի վայրեր, օրինակ Վիլ Ռոջերսի լողափը, Վենիս թաղամասը եւ Մալիբուի ափերը։ Լողալու համար անվտանգ չէ նաեւ Մարինա դել Ռեյ Մոզերս լողափը։ Բոլոր այս վայրերում ջրի որակը չի համապատասխանում պահանջներին։ Զգուշացումը մնում է ուժի մեջ մինչև հաջորդ ծանուցումը։ Որոշ լողափեր, օրինակ Սան Պեդրոյի ափերը, արդեն անվտանգ են ճանաչվել։ Մյուս վայրերում իրավիճակի փոփոխության մասին տեղեկություններ կհրապարակվեն, երբ լաբորատոր փորձաքննության արդյունքները դրական լինեն եւ ջրի որակը համապատասխանի անվտանգության ստանդարտներին։ Թրամփը ստորագրել է նոր հրամանագիր քաղաքացիների ընտրական դաշնային ցուցակներ ստեղծելու համար։ Անվտանգության նախարարության աշխատակիցները կհավաքեն անհրաժեշտ տվյալները։ Դրանք կօգտագործվեն ընտրողների գրանցումները ստուգելու համար։ Փոստային ծառայությունը քվեաթերթիկներ կուղարկի միայն ցուցակում առկա անձանց։
Նախագահը նպատակ ունի խստացնել ընտրական գործընթացները, փորձագետները սակայն այլ կարծիքի են, նրանք կանխատեսում են հրամանագրի անհապաղ բեկում։ Սահմանադրությունը ընտրությունների կառավարումը վերապահում է նահանգներին, Թրամփի այս քայլը վրդովմունք է առաջացրել։ Քննադատները հիշեցնում են նրա նախորդ անհաջող փորձերը, դրանք դատարանները հիմնականում արգելափակել են։ Այս հրամանագրի վրա աշխատել են 2020 թվականի ընտրություններին առնչվող պաշտոնյաներ, նրանց մասնակցությունը հարցեր է առաջացրել փորձագետների շրջանում։ Սենատում Թրամփի նախաձեռնությունը դեռ չի ստացել անհրաժեշտ աջակցությունը։ Այս ամենի հաշվարկով շատ փորձագետներ Թրամփի ընտրական գործընթացների վրա վերահսկողություն սահմանելու փորձերը ձախողված են համարում։ ԱՄՆ Գերագույն դատարանում քննարկվելու է ԱՄՆ-ում ծննդյան իրավունքով քաղաքացիություն տրամադրելու հարցը, տրամված լսումներին մասնակցելու է նաև Թրամփը, Սպիտակ տան խոսնակը հաստատել է այդ պլանը։ Թրամփի հրամանագիրը սահմանում է քաղաքացիության տրամադրումը, այն թույլատրվում է միայն օրինական ծնողներ ունեցողներին։ Դատարանը փորձում է կասեցնել այս հրամանագրի կատարումը, դատական այս նիստի արդյունքները կարող են ազդել հազարավոր մարդկանց ճակատագրի վրա։ Պաշտոնական տվյալներով ոչ մի գործող նախագահ դեռ չի մասնակցել նման նիստերի։ Թրամփը նախկինում ներկա է եղել միայն դատավորների երթմնակալության արարողություններին։ Այս այցը կարող է լարել հարաբերությունները դատարանի հետ։ Վերջերս նախագահը դատավորներին անվանել էր սահմանադրությանը անհավատարիմ։ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը ապրիլի վերջին պետական այցով կլինի Վաշինգտոնում։ Այցը նվիրված է Ամերիկայի անկախության 250-ամյակին։ Բուքինգհեմյան պալատը արդեն հաստատել է այցի մասին տեղեկությունները։ Ավելի վաղ Թրամփն էր այցելել Մեծ Բրիտանիա։ 2025-ի սեպտեմբերին կայացած այցը պատմության մեջ մտավ իր աննախադեպ շքեղությամբ։ Չարլզը 19 անգամ այցելել է ԱՄՆ, սակայն սա նրա առաջին պետական այցն է։ Նրա մայրը Ելիզավետա II թագուհին ունեցել էր 4 պետական այց ԱՄՆ։ Վաշինգտոնի ազգային ծառուղում Լինքոլնի հուշահամալիր տանող աստիճանների վրա տեղադրվել է ոսկեզուտ զուգարանակոնքով մի գահ։ Նախաձեռնության հեղինակը գաղտնի ձեռքսեղմում խումբն է։ Այն ծաղրում է Թրամփի նորոգումները Սպիտակ տանը։ Արվեստի գործը կոչվում է թագավորին արժանի գահ։ Այս նորույթը շատ արագ դարձել է զբոսաշրջիկների հետաքրքրության առարկա։ Շատերը հաճույքով լուսանկարվում են այդ ցուցանմուշի կողքին։ Զուգահեռ մայրաքաղաքի պլանավորման հանձնաժողովը քննարկելու է նախագահի պարասրահի նախագիծը։ Հինգշաբթի օրը հանձնաժողովը պետք է տա վերջնական թույլտվություն, եթե հաստատվի, շինարարությունը կփոխի ամերիկյան խորհրդանիշներից մեկը։ Դատարանը ժամանակավորապես արգելել է Սպիտակ տան պարասրահի շինարարությունը, կասեցվել է նաև արևելյան թևի հետագա քանդումը։ Դատավորը նշել է, որ նախագահը Սպիտակ տան սեփականատերը չէ, նա պետք է ստանա կոնգրեսի համաձայնությունը։ Շինարարության դադարեցումը լուրջ հարված է նախագահի համար։ $400 միլիոն արժողությամբ նախագիծը Թրամփի սիրելի նախաձեռնությունն է։ Դատարանը սակայն հիշեցրել է սահմանադրական կարգի մասին, կոնգրեսն է տնօրինում դաշնային գույքը եւ բյուջեն։ Շինարարությունը կասեցված կմնա առնվազն 14 օր։ Այդ ընթացքում իշխանությունները կարող են բողոքարկել դատարանի վճիռը։ Այժմ եկեք տեղափոխվենք մեր Facebook-յան էջ, որտեղ ունենք հրապարակումներ, որոնք վստահ եմ կհետաքրքրեն ձեզ։ ԱՄՆ-ում ավելանում են գրիպի եւ քովիդի նոր տարբերակի դեպքերը, վերջինս ստացել է ցիկադա անվանումը։ Բժիշկները նշում են, որ հիվանդությունների ախտանշանները շատ նման են։ Դժվար է տարբերակել դա գրիպ է, թե քովիդ։ Միակ ճշգրիտ եղանակը թեստավորումն է։ Շատ նահանգներում շնչառական հիվանդությունների մակարդակը դեռ բարձր է։ Միևնույն ժամանակ տարածվում է նաեւ նորովիրուսը, այն ստամոքսաղիքային համակարգի շատ տհաճ վիրուս է։ Հիվանդները բողոքում են փսխումից եւ սրտխառնոցից։ Դա շատ վարակիչ է եւ դժվար է հաղթահարվում։ Մասնագետները հորդորում են չանտեսել պատվաստումները, մշտադիտարկումը շարունակվում է։ Մասնագետները հորդորում են ինքնաբուժումից խուսափել եւ այս հիվանդությունների առաջին նշանների դեպքում անհապաղ դիմել բժշկի։ Նավաբեկության ու 3 երեխաների մահվան պատճառը եղել է սմարթֆոնը։ Նման եզրակացության է եկել դատարանը, քննելով մոտ 1 տարի առաջ տեղի ունեցած ողբերգական դեպքը։ Առագաստան նավը դուրս էր եկել Մայամի յախտ ակումբից։ Քամու բացակայության պատճառով այն կանգ է առել։ Նրան հարվածել է ծանր բեռնանավը։ Ճամբարի մարզիչը եւ 2 երեխան հասցրել են փրկվել, 3 երեխա զոհվել են։ Քարշակ նավի վարորդը անփույթ է եղել։ Դատախազները պնդում են, որ նա հեռախոսով առցանց
մարդկանց խանութներ է դիտել։ Արդյունքում քարշակնավը բախվել է փոքր առագաստանավին։ Վերջինս խորտակվել է Մայամիի ափերի մոտ։ Երեխաները մնացել են նավաբեկորների տակ եւ խեղդվել։ Քարշակի վարորդը մեղադրվում է սպանության մեջ, նրան սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում։ Բասկետբոլի աշխարհի ամենաբարձրահասակ ուսանող խաղացողը լքում է Ֆլորիդայի թիմը։ 20-ամյա հսկան 236 սանտիմետր հասակ ունի մարզիկը ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ստանալ։ Նա նախորդ 2 տարիներին թիմում հազվադեպ է խաղացել։ Անսովոր բարձրահասակը Ռիուին դարձրել է քոլեջի ամենահայտնի մարզիկը։ Նա նույնիսկ Գինեսի ռեկորդագիր է եղել որպես դեռահաս, գերազանցելով NBA-ի աստղերին։ Նրա համար Ֆլորիդայում հատուկ հեծանիվ էին պատրաստել։ Այժմ նա նոր ակումբ է փնտրում, թե որ թիմի վրա կանգառնի հսկայի ընտրությունը, պարզ կլինի առաջիկա շաբաթներին։ Այսօրվա լրահոսից այսքանն էինք առանձնացրել, թողարկումը կշարունակի իմ գործընկեր Մանու Հարությունյանը։ Եթե ուզում եք իմանալ, թե Կալիֆոռնիայում որոնք են ամենաճանաչված բուհերը եւ որ բուհը հատկապես որ ուղղությամբ է մեծ հնարավորություններ խոստանում դիմորդներին, հաճելին օգտակարի հետ համատեղեք եւ առաջիկա մի քանի րոպեն տրամադրեք Մանուին։ Բարև ձեզ։ Գիտեք, որ Կալիֆոռնիան աշխարհի ամենահեղինակավոր կրթական կենտրոններից է հսկայական հնարավորություններով։ Այստեղ են գտնվում նորարարության, տեխնոլոգիաների եւ գիտական հեղափոխությունների համաշխարհային առաջատարները։ Այսօր մենք միասին կբացահայտենք Կալիֆոռնիայի 5 լավագույն բուհերը։ Սա կարող է հետաքրքիր ու օգտակար լինել հատկապես ապագա շրջանավարտների ու նրանց ծնողների համար։ Այնպես որ եթե ձեր երեխան կամ թոռնիկը մոտակա տարիներին դպրոցը պետք է ավարտի, ապա այսօրվա թեման հենց ձեզ համար է։ Սթենֆորդի համալսարանը գտնվում է Սիլիկոնյան հովտի սրտում, սա նորարարության անվիճելի խորհրդանիշն է։ Այն հայտնի է իր գիտահետազոտական բարձր մշակույթով եւ համարձակ մտքերով։ Համալսարանը կյանքի է կոչել բազմաթիվ հաջողակ տեխնոլոգիական ընկերություններ, որոնք այսօր փաստացի ուղղորդում են համաշխարհային շուկան։ Այստեղ կրթությունը սերտորեն միահյուսված է ժամանակակից արդյունաբերության պահանջներին, ուսանողներին դարձնելով վաղվա հեռատես լիդերներ եւ ստեղծարար անհատներ։ Հաջորդիվ Կալիֆոռնիայի համալսարանն է Բերկլիում, սա էլ ակադեմիական ազատության եւ գիտական գերազանցության անփոխարինելի խորհրդանիշն է։ Այն հայտնի է իր անվանի պրոֆեսորադասախոսական կազմով, որը նվաճել է բազմաթիվ Նոբելյան մրցանակներ։ Բերկլին ոչ միայն հեղինակավոր ուսումնական հաստատություն է, այլև մտքերի անդադար բախման, բուռն քննարկումների եւ սոցիալական մեծ փոփոխությունների հզոր հարթակ։ Այս բուհը շարունակում է ամուր պահել իր դիրքերը աշխարհի ամենաճանաչված համալսարանների շարքում։ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտը Caltech-ը գիտական հետազոտությունների եւ տեխնիկական մտքի իսկական դարբնոց է։ Այստեղ գլխավոր շեշտը դրվում է ճշգրիտ գիտությունների, աստղաֆիզիկայի եւ ինժեներական նվաճումների վրա։ Ինստիտուտն ունի աշխարհի ամենաբարձր գիտական արդյունավետության ցուցանիշները, յուրաքանչյուր ուսանողի հնարավորություն տալով դառնալ մեծագույն հայտնագործությունների անմիջական մասնակից։ Ուսանողները հաճախ աշխատում են NASA-ի լաբորատորիաներում իրականացնելով բարդ ու հավակնոտ նախագծեր, որոնք հաճախ դուրս են գալիս սովորականի սահմաններից։ Շարքում հաջորդը Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանն է UCLA-ը։ Այն համադրում է գիտական հզորությունը եւ սպորտային փայլուն հաջողությունները։ Այս համալսարանը առաջարկում է ակադեմիական ծրագրերի հսկայական բազմազանություն, արվեստից մինչև բժշկություն։ Ուսանողական կյանքը UCLA-ում չափազանց ակտիվ է, իսկ կամպուսը համարվում է ամենագեղեցիկներից մեկը։ Սա իրական վայր է, որտեղ հազարավոր տաղանդներ բացահայտվում են կերտելով իրենց փայլուն ու հաջողակ ապագան այսօր։ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը USC-ն հայտնի է իր անզուգական ստեղծագործական ծրագրերով եւ սերտ կապերով Հոլիվուդի հետ։ Այստեղ ուժեղ են հատկապես կինեմատոգրաֆիայի, հեռուստատեսության, թվային մեդիայի եւ բիզնեսի առաջատար ուղղությունները։ Համալսարանն ունի իր շրջանավարտների մեծ, ազդեցիկ եւ միջազգային ցանցը, որը հնարավորություն է տալիս ուսանողներին հեշտությամբ ինտեգրվել աշխատաշուկայում։ Ուսումնական գործընթացը ուղղված է ստեղծագործական յուրահատուկ ունակությունների զարգացմանը։ Ավարտեցինք մեր ճանապարհորդությունը Կալիֆոռնիայի առաջատար կրթական օջախներով։ Յուրաքանչյուր բուհ ունի իր ավանդույթները եւ պատմությունը, որը գրում են նաեւ նրանց տասնյակ հազարավոր ուսանողները։
Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հենց այս հղումով։ Իսկ մենք կսպասենք ձեր լայքերին եւ մեկնաբանություններին։ Կհանդիպենք վաղ ժամը 5-ին։ Հաջողություն։